Սիրելի գյումրեցիներ ջան, ամբողջ հայ ազգը գիտի ու ավելի քան համոզված եմ, որ միջազգային ճանաչում ունի Գյումրեցու թասիբը ու դուք 1000 անգամ ցույց եք տվել ձեր թասիբը։ Դուք չեք ընդունում են մարդկանց, ովքեր որ ում բերանից խոսք է հելնում ու չեն անում, չեք ընդունում էլ այդ մարդկանց ու իրանց տեղը միշտ ցույց եք տվել։ Եվ եկել է օրը, որ ամսի 7-ին նորից ցույց տաք սուտասան մարդկանց իրենց տեղը։ Այդ վերջերս անընդհատ բարձրաձայնում ենք մեզ բոլորիս հուզող ամենամեծ խնդիրներից մեկին, որ այս մարդիկ նրանց հետ ուզում են մեր հայրենիք 300,000 ադրբեջանցի բերեն, ոնց որ այս վերջերս էր, չէ որ Շիրակի մարզում ֆրֆռում էին իրանց համար, մեր համար այդ ընդունելի է, չեն գալու մի անգամից, այս դռները բաց են ու 300,000 ադրբեջանցի գան, այդ այնց 1-1, 10-10, 50, 100-ավոր կամած գալու են, մի բոլ երեխա ունենան ու լծվեն ես մեր հայրենիքում, թույլ չենք տալու։ Գյումրեցիներ ջան, դուք ուշադրություն դարձրեք, այս մարդու ընտրվելուն աջակցում են ուղիղ Ադրբեջանից, օրվա ռեժիմով ընդեղից տեղ հայրեն լեզվով խորհուրդ են տալիս, ասում են մենք ուզում ենք, որ ընտրվի Փաշինյանը, գյումրեցիները ու ամբողջ թասիբով հայ ազգը դա թույլ չի տալու։ Ես ձեր ցավը տանեմ, ես գիտեմ, որ դուք ձեր որոշումը արդեն կայացրել եք, հիմա էլ մի հատ իրար հետ հաստատենք, ով է լինելու հաջորդ մեր վարչապետը։ Սամվել վարչապետ, Սամվել վարչապետ, Սամվել։ Ես ձեր թասիբին մերնեմ, եկեք բոլորս համախմբված Գյումրուց ամբողջ մեր Հայաստանի Հանրապետության հայրենակիցներին այստեղից ասենք, որ մեզ պետք է փոփոխություն եւ այդ փոփոխության համարն է համար ես ձեր ցավը տանեմ եւ վերջում ուզում եմ ասեմ, շատ շուտով բան չի մնացել, մի քանի օր փոփոխությունները գալու են Գյումրի, Գյումրիում անտուն մարդ չի լինելու, Գյումրիում աղքատ մարդ չի լինելու։